մենք թուրքերի հետ հարաբերվելու փիլիսոփայությունը չգիտենք, կամ Ստամբուլը արյան ծով սարքելու տեսլականն է, կամ թուրքերին հպատակվելու թուրքի կոշիկ լիզողի կերպարն է։ Բայց ճշմարտությունը մեջտեղում է։ Ճշմարտությունը մեջտեղում է։ Հիմա մենք ինչի ենք ասում, որ Մայր Հայաստանը հատկապես հանդես է գալիս այդ դիրքերից։ Ասում է, պետք է մենք ունենանք ռազմավարական այնպիսի դաշնակից, որը տարածաշրջանում կարող է ապահովել ուժերի բալանս, դա Ռուսաստանն է, ուրիշ պետություն չկա, նաև Իրանը, որոշ չափով դա այդ խնդիրը կարող է լուծել եւ լուծում է, որը ուժերի բալանսի ապահովումից հետո նոր միայն մենք կարող ենք Թուրքիայի հետ նստել հարաբերություններ կառուցելու մասին բանակցել։ Ի վերջո մենք չենք փակել սահմանը, հիմա որ իրենք ասում են Թուրքիան սահմանը բացելու է։ Թուրքիան փակել է, Թուրքիան էլ բացել է։ 30 տարիների ընթացքում որևէ մեկը չի ասել, որ պետք չի Թուրքիայի հետ սահմանը բացել։ Հիմա էլ ենք ասում, այն ժամանակ էլ էինք ասում, ինչի չի բացում, որովհետև Թուրքիայի ռազմավարական պլանները բոլորովին այլ են։ Եթե դու քեզանից ուժ չես ներկայացնում, գործոն չես, Թուրքիան հայել, ասենք, մուրճով, չակուճով գլխի տալու է։ Իսկ երբ դու արդեն ուժ ես, այդ ժամանակ արդեն Թուրքիան կարող է նստել քո հետ խոսել։ Իսկ այդ ուժը ինչպես է ձեռք բերվում։ Թուրքիայի հետ պարագայում մենք չենք կարող, չէ, ասենք 5 տարվա դառնալ 100 միլիոնանոց պետություն։ Եթե կարող են, խնդիր չկա։ Թուրքիայի համադրելի տնտեսական եւ ռազմական հնարավորություններով կարող են, չեն կարող, չէ։ Դրա համար պետք է ունենանք դաշնակից։ Ով կարող է լինել այդ դաշնակիցը։ ՆԱՏՕ-ի անդամ, ասենք, Միացյալ Նահանգները, չնայած արդեն ՆԱՏՕ-ն կարող է լուծարվել։ Այստեղ երբ որ շատերը ասում են Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն եւ այլն կապահովի նաեւ մեր անվտանգությունը, նախ նման խոստում տվող չի եղել։ Իրանք դա չեն էլ ասում, չեն էլ փոխում։ Չկա նման բան, չկա, իրանք պետք էլ չի այդ ամեն ինչը։ Երկրորդ, երբ որ Թուրքիան ներխուժում էր Կիպրոս, Հունաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ էին։ ՆԱՏՕ-ն որևէ կերպ խոչընդոտեց, որ Կիպրոսը օկուպացնի Թուրքիան, ոչ, խոչընդոտեց։ Հետևաբար, այն հեքիաթները, որ պատմում են մեզ, որ կամ, ասենք, Ստամբուլը այրանցով դարձնելն է կամ թուրքի կոշիկ լիզելը, դա ժողովրդի մոլորեցնելու լկտի ու կործանարար քաղաքականություն է։ Ոչ էսա։ Ուժերի բալանսի հիման վրա տարածաշրջանում բալանսավորելով ուժերը, մենք պետք է կարողանանք հարաբերություններ կառուցել թե Թուրքիայի հետ, թե Ադրբեջանի հետ, եւ չստորանալ Թուրքի առաջ, չկզել Թուրքի առաջ, Թուրքի կոշիկ չլիզել, այլ արժանապատիվ հարաբերություններ կառուցել այդ երկու պետությունների հետ, ինչը հնարավոր է։ Եվ հենց այդ ժամանակ էլ կլինի իրոք երաշխավորված եւ ապահով անվտանգ խաղաղություն։ Միանշանակ։